այդ հանդիպանը Բաքվում, նախ եկեք հասկանանք, արդյոք եղել է ցանկությունը իրականում տեսակցելու պատանդարված եւ գերեվարված մեր հայրենակիցներին։ Եվ նույնիսկ եթե եղել է եւ իրենց թույլ չեն տվել, բայց կարծում եմ, որ պիտի աշխարհում ինչքան ապա այդ պարագայում պետք է իրենք անպայման տակը վտանգ տեսնեին, ոտքի կանգնեցնեին այսօր արևմտյան կազմակերպություններից ֆինանսավորվող իրենց գրպանի իրավապաշտպաններին, որոնք գիտեմ այսօրվա լսումներին հարկ չներ համարել գտնվեն, որտեվ պակաս իրավիճակ էլ ներքին, քաղաքական դաշտում չի Հայաստանի Հանրապետության բռնաճնշումների առումով, եւ այստեղ գլխավոր վտանգը այն է, որ նույնիսկ եթե իրենք այնքան մեծ ցանկություն ունեն մտցել եւ իրենց այդ ցանկությունը չի կատարվել, պետք է ուղղակի մի հետեւություն անել, որ մեր հայրենակիցները իրականում շատ ծանր վիճակում են այնտեղ, որովհետեւ ճիշտ թե շատ նորմալ իրավապաշտպանները ամեն դեպքում բարձրաձայնում են, ահազանգում են դրա մասին, ամենօրյա ռեժիմով ասում են, որ այնտեղ մեր հայրենակիցները բացի այն որ ստորացումների ենթարկվում են նաեւ ֆիզիկական բռնաճնշումների եւ կտանքների։ Այսինքն այս առումով եւս հիմա իշխանությունները անհանգստանալու հարց ունեին, արդյոք այդ երկիրը պատրաստ է այսօր խաղաղության գնալ Հայաստանի հետ։ Եվ մյուս կողմից, որը ոչ պակաս կարևոր է, մենք սկսել ենք կարծես թե մոռանալ, որ 2023 թվականի պատերազմական գործողությունների արդյունքում Արցախի Հանրապետությունում բացի այն, որ մենք ունեցանք հարյուրավոր զոհեր, ինչպես նաև պայթյունից, բենզինի պայթյունից ունեցանք էլի հարյուրավոր զոհեր, ունենք նաև անհայտ կորածներ։ Եվ այդ անհայտ կորածները եւ պատերազմական գործողությունների արդյունքում են եւ բենզինի պայթյունից հետո նաև կան անհայտ կորածներ։ Եվ բազմիցս ծնողները, ընտանիքները, մենք մեր հնարավոր խողովակներով դիմել ենք նմանատիպ կառույցների, անունը քաղաքասարակություն կլինի, ԱԱԾ կլինի, քննչական կոմիտե կլինի։ Գիտեք, տպավորություն է, որ իրենք ամեն կերպ ուզում են նաև մոռացության տալ այդ հարցը, որտեղ ծնողների ուղերձը նաև իրենց է հասած եղել այս քաղաքասարակության ներկայացուցիչներին, որ Բաքվում լինելու պարագայում, ադրբեջանցիների հետ հանդիպում ունենալու պարագայում խնդրել են բարձրաձայնել իրենց խնդրանքը եւ պահանջը, որ որոնողական աշխատանքներ տարվեն նաեւ իրենց ընտանիքի անդամներին հայտնաբերելու ուղղությամբ։ Այսինքն սա էլ է չէ հումանիտար հարց։ Խաղաղության գնացող երկրի հասարակության անդամները գնացել էին հանդիպման։ Սա էլ է խաղաղության օրակարգի առաջ ինչ-որ հումանիտար խնդիր, որը պետք էր լուծվեր։ Այդ անձանցից մեկը նշում էր, որ մենք արցախահայերի Արցախ վերադառնալու հարց չենք բարձրաձայնել, որովհետև կարող է ադրբեջանական կողմն էլ ասել, այդ դեպքում պետք է ադրբեջանցիները վերադառնան։ Իրենք ստում են բնակեցվեն Հայաստանում։ Նույն հարթության վրա այս երկու հարցը դնելը որքանով է ճիշտ, սա ադրբեջանական քարոզչությունը չի։ Գիտեք, ոչ, սա ընդհանրապես սուտ է, որովհետև նույնիսկ այսօր ադրբեջանական քարոզչության մեջ նման բան չես հայտնի հանդիպի ուղղակի, որովհետև տեսեք, օգոստոսի 8-ին Նիկոլը եւ իր թիմակիցները իրենց յուրայիններով ինչ որ հաղթանակի մասին էին, հաղթանակ էին նշում, չէ, արդեն ըստ իրենց հաստատվել էր խաղաղության օրակարգը եւ շռնդալից հաղթանակ էին գրանցել։ Հաջորդ օրը արդեն Արևմտյան Ադրբեջանի, այդ եզրույթը, որ ունեն այսօր Ադրբեջանում եւ Թուրքիա, ղեկավարը հայտարարեց, որ որևէ կերպ այդ պայմանավորվածությունը օգոստոսի 8-ի որևէ կերպ չի խանգարում իրենց պայմանավորվածությունների իրականացմանը, այն է վերադառնալ Արևմտյան Ադրբեջան եւ դա կա իրենց օրակարգում եւ ըստ այդ օրակարգի եւ իրենց նախագահի թույլտվության կոչի իրենք գալու են ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Ինչ կապ ունի այստեղ արցախցիների պահանջը։ Այդ պահին կար արցախցիների որևէ պահանջ կամ թեկուզ Վաշինգտոնում հնչել էր ոչ, այսինքն անկախ բոլոր ցանկություններից, նպատակներից հայաստանյան հատվածի եւ Արցախի ժողովրդի միևնույն է իրենց օրակարգում կա, որ իրենք պիտի գան, ինչպես իրենք են բնութագրում այդ արևմտյան Հայաստանը, թե Ադրբեջանը, թե տարածքներով, թե բնակչության թվով, շատ լավ բոլորս գիտենք, որ հատվածին է վերաբերում եւ շատ լավ գիտենք, քանի 100,000 մարդու մասին է խոսքը, որ իրենք պատրաստվում են գալ իբրև թե արմեն։ Եվ դա որևէ կերպ կապ չունի, դա զուգահեռները դրա տանում են միայն Ալենը
եւ տանում են ԿՊ-ական ինչ-որ ուսապարկեր։ Ես այլ որևէ տեղ, նույնիսկ ասում ադրբեջանական եւ Թուրքիայի կողմից նման մեկնաբանություններ չեմ տեսել։ Եվ Տիկին